inspiring. In one word, friendly. Ոգեշնչող, ընկերական, ինտերակտիվ, այսպիսին են UEFA շեյրի սեմինարներն ըստ մասնակիցների։ Քննարկմանը մասնակցելու համար այս օրերին Երևանում է 20 երկրի 34 ներկայացուցիչ, հատուկ համազգեստով, հստակ նպատակով։ Grassroots football for me is truly a foundation. Իմ կարծիքով մասսայական ֆուտբոլը ֆուտբոլի հիմքն է։ Մասսայական ֆուտբոլի միջոցառումներում ներգրավում է հասարակության յուրաքանչյուր անդամ, եւ դա ամենակարևորն է։ Սա նման չէ պրոֆեսիոնալ ֆուտբոլի։ Այո, նրանք մրցում են, բայց դա այլ մրցակցություն է տարբեր պատճառներով։ Ահա թե ինչու փորձում ենք մեր սահմանափակ ռեսուրսներով անել հնարավորը մասսայական ֆուտբոլի զարգացման համար։ Հպարտ եմ, որ Հայաստանը դարձել է այս մասնագետների հանդիպան եւ գաղափարների փոխանակման հարթակ։ Ստեղծվել է այնպիսի միջավայր, որտեղ բոլորը միմյանց ներկայացնում են իրենց կողմից փորձարկված լավագույն միջոցառումները եւ նորարարական մեթոդները։ Բավականին ինտերակտիվ խմբային քննարկումներ են լինում։ UEFA-ի մեր մենթորները ներկայացնում են նորարարական ծրագրերը եւ մի շարք տարբեր վարժությունների եւ խմբային քննարկումների միջոցով կարողանում ենք ստանալ բավականին արդյունավետ ուսուցում։ Եվրոպական երկրների ֆուտբոլային ֆեդերացիաների ներկայացուցիչները սեմինարի անվանը համապատասխան շեյր արեցին իրենց գիտելիքը, փորձն ու հմտությունը, բաժանվեցին խմբերի, կատարեցին գործնական աշխատանք, վերլուծեցին տարբեր խնդիրներ, առաջարկեցին իրենց տեսակետներն ու կարծիքները, լսեցին գործընկերներինը։ For me, it's I think the fourth. UEFA շեյրին մասնակցում եմ 4 անգամ։ Շատ օգտակար սեմինար է, քանի որ արդեն ունեմ նոր գաղափարներ, որոնք Մոլդովա վերադառնալուն պես կիրառելու եմ։ I come here regular. Շատ եմ այցելել Հայաստան, հայկական ֆուտբոլային միջավայրը շարունակում է զարգանալ։ Տեղական ծրագրերը գրանցում են զգալի առաջընթաց։ Ակնհայտ է, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան շատ է աշխատում այդ ուղղությամբ։ Հիմա ունենք մեկ կարևոր մարտահրավեր, ինչպես շարունակել այս առաջընթացն ու հասնել հաջորդ մակարդակին։ UEFA շեյրի քննարկումները Երևանում կշարունակվեն մինչև նոյեմբերի 6-ը։ Սեմինարի ավարտին մասնակիցները կստանան վկայականներ։